Դատարան հրապարակեց, որ հրավիրված վկան Էրմինե Վարդանյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայում է եւ ունենք սահմանադրումների տեղեկա, ուստի նրան բերման ենթարկելու հարկադրաբար ներկայացնելը հնարավոր չի։ Եվ արկա չեն պահանջված այն տեղեկությունները, որը դատարանը պահանջում էր համապատասխան ՍՊ-ից։ Դուք այլ ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդություններ ունեք։ Այլ միջնորդություն չունեմ, բայց մենք հասկանում ենք այդ գործողությունները կապացի չենք շարունակելու։ Այսինքն ՍՊ-ն այդպես է հրաժարվեց դատարանորոշում կատարել։ Քրեական գործ է հարուցված, քրեական բարեկի շրջանակներում ու համապատասխան քրեական բարեկի իրականացնող մարմինը կայացնի որոշումներ։ Մասը չգիտեի։ Հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարված է Արաբգիր, այո, Արաբգիր, չէ, Քանակեր դեպքում Վարշավական շրջանում բաժնում։ Եթե նման որոշում կա դատարանում ինստիտուտը դիմեք, խնդրեմ, դիմեք արդեն երկրորդ է։ Նա Էրմինեն ակնհայտ էր, որ անջատեց հեռախոսը եւ դրանից հետո չգիտեմ ինչ պատճառով որ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասով իմ կարծիքով վկան խուսափում է հարցաքննությունից, այսինքն ցույց տալուց եւ չեմ կարծում որ սա պետք է ուղղակի սովորական կերպ վկան այս մեթոդը ընտրի եւ նա անցնի իր մոտ, հետեւաբար ես գտնում եմ որ պետք է նրան լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն դատարանում հարցաքննելու համար։ Լրացուցիչ միջոցները սպառված են, քանի որ հարկադրաբար ներկայացնելու որոշումը չի կատարվել եւ անձը Հայաստանի Հանրապետության սահմաններից բացակայում է։ Դատարանին հայտնի չեն այդպիսի լրացուցիչ միջոցներ վկայի հայտնաբերելու ուղղությամբ, իսկ այդ նպատակով դատարանը չի կարող անվերջ դատական նիստեր հետաձգել։ Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություններ ունեն կողմերը։ Պատվաժանը տնայնին եղանակով նախկինում, որ փորձեցինք հարցաքննել վկային, կարծում եմ մեր եղանակը դեռևս սպառված չի, կարող ենք ևս մեկ անգամ փորձել եւ այդ եղանակով փորձենք կապ հաստատել վկայի հետ եւ տեսակապի միջոցներն հարցաքննել։ Բացի այդ գործողությունից որևէ միջնորդություն չունեմ, որևէ նոր ապացույց հետազոտելու վերաբերյալ։ Ունեք տվյալներ վկայի հեռախոսի համարի դրա գտնվելու վայրի մասին։ Այդ իսկ պատճառով նշեցի, որ նախորդ անգամ ինչ եղանակով որ նրա հետ ավեին հաստատել, եթե եղանակը հասնել չի, կարծում կարող ենք սպառված համարել։ Եթե եղանակը դեռևս հասանելի է նախկինում ինչ եղանակով որ նրա կապ հաստատեցինք, կարծում ողջամիտ է, որ այդ եղանակով երկին անգամ կապ հաստատեցինք։ Հարգելի ներառյալ նախորդ անգամ վկան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, գտնվում է իր տանը։ Պարզապես առողջական խնդիրների պատճառով չէր կարող ներկայանալ դատարան համապատասխան։ Մենք տեսակապի միջոցով հարցակինում ենք, նրա գտնվելու վայրը մեզ հայտնի չի եւ չգիտենք նրան հասանելի հեռախոսի համար կա թե ոչ։ Այսինքն կազմից փորձել եք վկայի հետ կապնվեք անհասանելի է։ Ունենք Viber, WhatsApp հեռախոսների տվյալներ, տեղեկություններ ունենք, կողմեր ունենք տեղեկություններ։ Ինձ հայտնի չեն պատվժան։ Ես մեկ ընդհանրություն եմ։ Պատվժան դատան, քանի որ նաև զուգահեռ նախաքննություն անդամում, այս հիմնական քրեական գործով, չեմ բացառում, որ վկային այնտեղ հարցաքննածներն են եւ քանի որ իմ միջնորդությունը ինքանս ենք եկել, ես միջնորդում որպեսզի նախաքննական մարմնից հարցում կատարվի, թե արդյոք վկան այնտեղ հարցաքննվել է թե ոչ, եթե այո երբ եւ արդյոք ունեն նրա կոնտակտներ որևէ այլ որ միջոցով հնարավոր է սանդման կպասել։ Դուք ունեք առարկություններ։ Պատվաժան դատան, մենք նախորդ դատական նիստին հարցաքննեցինք վկայի տեսակապի միջոցով, ու դա ոնց որ թե չբավարարեց կողմերին եւ այդ իսկ պատճառով միջնորդեցին, որպեսզի դատարան ներկայացվի վկան ու դատարանում հարցաքննվի։ Ես այստեղ այս պահին չեմ հասկանում նպատակահարմարությունը կրկին տեսակապով հարցաքննելու, եթե նախորդ անգամը արդյունք չէր տվել ըստ մեղադրանքի կողմի եւ անհրաժեշտություն էր առաջացել դատարանում հարցաքննել անձին եւ եթե անձը Հայաստանի Հանրապետությունում չէ, կարծում եմ անիմաստ է նրան կրկին տեսակապով հարցաքննել։ Հարգելի պաշտպան, տեսակապով հարցաքննության ժամանակ դուք ներկա եք։ Ներկա եմ։ Հիշում եք, որ վկան քեսից անջատեց, այսինքն հարցաքննությունը չավարտվեց։ Եթե հարցաքննությունը ավարտվեր, նրան այստեղ բերելու անհրաժեշտություն չէր առաջանա, չէ՞։
Այսինքն վկան ինչ-որ արտահայտություն արեց, հեռախոսը անջատեց, հետևաբար հարցաքննությունը չավարտվեց։ Այսինքն նպատակը միջոցը չծառայեց իր նպատակին։ Մենք որոշեցինք բերենք այստեղ հարցաքննենք, մարդը գնացել է, հիմա փորձենք միջոցներ ձեռնարկել, հանձնարարենք ոստիկանությանը եւ նաեւ վարույթն իրականացնող մարմնին եւս մեկ նիստ հետաձգենք, տեսնենք վկայի կոնտակտային տվյալներ կան թե ոչ, փորձենք այդ ընդհատված տեղից շարունակենք վկային հարցաքննենք, կամ եթե այդ միջոցներ չաշխատեց, համարենք, որ սպառված են բոլոր միջոցները։ Այսինքն ձեր ներկայությամբ հարցաքննությունը ընդհատվեց, չավարտվեց, այդ պատճառով որոշեցինք այստեղ։ Պատվարժան դատարան, եթե մենք կարող էինք տեսակապով հարցաքննությունը ավարտել, ապա դատարանը չէր որոշում կայացնի, դատարան ներկայացնել վկային, դատարանում հարցաքննել։ Եթե հնարավոր էր շարունակել տեսակապով։ Վկան անջատեց եւ հետո չպատասխանեց զանգին, հիշում եք դուք։ Եթե դատարանը գտա, որ հնարավոր չէ նրան տեսակապով հարցաքննել ու անհրաժեշտ է նրա ֆիզիկական ներկայությունը դատարանում, նշանակում է այս պահին մենք նաև կարիք չունենք դատական նիստը հետաձգել ու փորձել տեսակապով նրան հարցաքննել ու քիչ առաջ երկու անգամ դատարանը հաստատված համարեց, որ բոլոր միջոցները վկայի ներկայությունը ապահովելու սպառվել են եւ դատարանը որոշում է, որ պետք է քննարկի այլ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունները եւ ըստ էության ավարտի գործի քննությունը։ Ես չգիտեմ ինչով փոխվեց դատարանի դիրքորոշումը, երկու անգամ արտահայտած, ընդհանրապես դժողի ներկայացուցիչի դիրքորոշումից հետո։ Իսկ միգուցե նախաքննական մարմինը հարցաքննել է վկային։ Ինչ եք կարծում։ Եվ միշտ ամես պետք է։ Ես չեմ կարծում, որ դա մեզ ինչ-որ նոր տվյալ է տալու։ Գուցե ձեզ չի տալիս, բայց դատարանը ինչ-որ տեղեկություններ անհրաժեշտ է, չէ՞ որ ցանկանում է վկային հարցաքննել։ Ներողություն, ավարտել նախաքննական մարմնում հարցաքննվելը կամ չհարցաքննվելը դա ինչ է փոխելու մեր գործի համար։ Ինձ հասկանալի չի դա։ Այդ լավ չէ, որ ձեզ հասկանալի չի։ Խնդրեմ բարձրաբանել, եթե գտնում եք։ Ուրեմն վկային հարցաքննելու անհրաժեշտությունը ի սկզբանե բարձրաբանված էր, թե ինչ հարցերի շուրջ պետք է վկան հարցաքննի, քանի որ մեղադրյալը իր ցուցմունքում հայտնեց նոր տեղեկություններ, որի հիման վրա դատարանը որոշեց, որ Հերմինե Վարդանյանին պետք է հարցաքննի կոնկրետ հարցերի շուրջ։ Ինչ անհասկանալի է նախաքննական մարմնում նրա հարցաքննվելու գործը հետաձգելու։ Դատարանի համար դա իրական նշանակություն ունեցող հանգամանք է, մենք եւս մեկ անգամ կփորձենք ճշտել վկայի հնարավոր գտնվելու վայրը, եւս մեկ անգամ փորձենք տեսակապի միջոցով տվյալ վկային հարցաքննել, նաեւ բարձենք նրա կողմից հարցաքննությունը ընդհատելու հանգամանքը, Հայաստանի Հանրապետությունից այդպես անհատական հեռանալու հանգամանքը, որից հետո արդեն դատարանը կայացնի համապատասխան որոշում, ինչ-որ բան եք ցանկանում նշել։ Պատվարժան, դա ամեն դեպքում եթե պաշտպանական կողմի դիրքորոշում պայմանավորված է գործի ֆունկցիոնալ վարչապետների պահպանելու սկզբունքի պահպանելու հետ կապված, եթե նույնիսկ այս փուլում մենք ավարտված ենք կապացույցների հետազոտումը, ամեն դեպքում եզրափակիչ ելույթներ պատրաստելու համար կողմերին որոշակի ժամանակահատված է տրամադրելու, այսինքն առնվազն մեկ անգամ նիստը հետաձգվելու է։ Ուստի այս առումով կարծում եմ մենք որևէ խախտում չենք ունենում եւ որ մեկ անգամ եւս միջոց են ձեռնարկում վկային կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքը բարձրելու կամ նրան հարցաքննելու հանգամանքը բարձրելու համար։ Բացի այդ նախաքննական մարմնից եթե դատարանը փորձի որևէ հարցման միջոցով բարձր տեղեկացնում որ նշված քրեական գործը, քրեական բարույթը չի քննվում այլևս քանակի զեթում վարչական շրջանի քննչական բաժնում, քննվում է ծանրահանցագործների քննության բաժնում, ուստի հարցում անելիս խնդրեմ հարցումն ուղղել նշված նախաքննական մարմնում։ Երևան քաղաքի քննչական վարչության ծանրահանցագործների քննության բաժնում։ Իսկ քանակի զեթում քննվելու ժամանակ դատավարական ղեկավարումը դուք եք իրականացնում։ Իսկ կասեք երբանից է տեղափոխվել ծանրահանցագործությունների։ Հաստատ ամսաթիվը չեմ կարող ասել, հնարավոր է մոտ 10-15 օր։ Իսկ դատավարական ղեկավարման շրջանակներում ձեզ հայտնի է վկայական հարցաքննվելը թե ոչ։ Այս բան հստակ տեղեկություն չեմ կարող հայտնել, մոտավոր կարող եմ ասել, որտեղ նշված քրեական բարույթը վերջ անգամ վարչական շրջանի դատախազում ստուգվել է փետրվարի վերջը։ Այդ չեք հիշում։ Հնարավոր է մարտի սկզբնական ժամանակահատվածում հարցաքննված լինի,
Քանի որ այն փաստաթղթերից չի, որ ամեն անգամ կամ ինչ-որ ժամանակահատվածով պարտադիր կերպով գալիս է վարչական դատախազի, իսկ այս պահին ես ձեզ կգնամ հստակ։ Իսկ փետրվարի վերջ արձակումված է, թե չեք հիշում։ Չեմ հիշում։ Պատրաստան դատախազի ընդմիջին դատախազը փորձի քննիչից բանավոր ճշտել, հասկանանք անհրաժեշտություն կա, թե ոչ, քանի որ եթե վերջին անգամ փետրվարին ստուգվել է, դրանից հետո ուղարկվել է այլ վարչություն գործը, կարծում եմ, որ քանի որ անձը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, հաստատ դրանից հետո չի հարձակվում։ Իսկ դրանից առաջը կարող են ճշտել քննիչին, ու այս պահին որոշենք անհրաժեշտություն կա դա։ Հիշում եք կարող քննիչի ճշտել։ Իհարկե կարող։ 2 րոպե ընդմիջում։ Այո, պատմաշանության որ դատավարական կարգավիճակում արձակնվել է։ Կան արձակնվել։ Այո։ Իսկ երբ է արձակնվել, չկարողացավ ասել։ Փետրվար ամսվա ընթացքում այս բանը իրական վարքունքների ձեռքտարի հստակորեն նշել ամուս, սակայն որ դատավարական կարգավիճակում 2025 թվականը արձակնվել։ Կամ հունվարի վերջ պետք է լինի, կամ փետրվար ամսվա ընթացքում։ Լավ, այդ հանգամանքային դեպքում էական նշանակություն ունի, բարիք իրականացնում մարմնից ճշտեն։ Հաջորդ դատական նիստի հաղթել հարցերաշտում։ Ասիոտ ապրիլին հարմար է կողմերին։ 13:30-ին։ Հարմար է։ Ապրիլի քանիսին Ապրիլի 17-ին ժամը 13:30։ 14:00 կենտրոն ստաբերում նիստն է նշանակված։ Այդ ժամն է մեր մոտ ազատ։ Իսկ ավելի ուշ հարմար է ձեզ։ Օրվա երկրորդ կես, այո։ 16:30։ Այո, հարմար։ Հարմար է ձեզ։ Այո։ Հաջորդ դատական նիստը նշանակվում 2025 թվականի ապրիլի 17-ին ժամը 16:30-ին նիստին ներկա գտնվողները համարվում են պատշաճ ստանացված